եւ քրիստոնյա մայրերու օր դոն արիտ ինչպես որ ուզեք այդպես կնանք բնութագրել այսօրվան նպատակահարմար հիշարակության արժանի եղելությունը Բայց աճող ձեր բնքի մեջ հետևյալ հարցումը պետք է տալ թե ինչ կապվածություն կա մայր ու մայրության եւ Հիսուս Քրիստոսի հետ հարության շրջանին հատկապես անոր հրաշալար հարութենեն հետ համապատասխանի փորձառության եւ իր 11 աշակերտներուն երեցած լալով անոնց փոխանցելով հատուկ պատկան եւ մենք այսօր եկեղեցական տոնալույցին համապատասխան Գաբրին հետ հարության շրջան եւ հետ հարության շրջանի մեջ նաեւ Քրիստոսի իր աշակերտներուն տված վերջին պատվերը ու այդ պատվերեն հետ հրաշեշտ տալը այս աշխարհին եւ մեկնիլը աշխարհեն դեպի երկինք Եկեղեցի կդոնե հապացում եւ հավանաբար լավ օրերում լավ այվաններում մեջ ընդհանրապես հայ եկեղեցին հետ կապված բոլոր գործունեությունները համապատասխանի տոնին արինով թաշտակնացությամբ գործված կլար եւ մարդերը ընդհանրապես գիներ արենիով թաշտակնացության երթան չնայած այդ օր Թաշտի մեջ եղող 11 աշակերտները, որոնք գիտեցին դեր Հիսուս Քրիստոսը երբ անիկա թեմի երկինք կբարձրանար, անոնց մեջ գիներ չկային։ Բայց այսօր Հիսուսի համբարնալը թաշտի մեջ երևի միայն գիներուն վիճակված է։ Այլ մարդիկ չեն երթար թաշտ ու թաշտակնացության, որպես Քրիստոսի համբարձումը միասին ունեն, ապա գիներ երթան։ Անկարևոր բան է, ընդհանրապես գիտեք, մենք ինչ-որ անկարևոր բաներ կլան, կամ նվազ կարևոր, ոչ անկարևոր, կգործեն, որ գիները կնեն, մինչ այդ գիները ճիշտ բաներ կնեն, կարևորները կնեն, բայց մենք չենք կրնար չտնան անոր կարևորությունը։ Ուրեմն այստեղ այս ապարտությունը գիներ պահեցին մինչև այսօր իրեն թաշտակնացության չնայած ժամանակը երբ այդ թաշտակնացության ու Հիսուսի համբարնալու խորհուրդը տոնախմբության վերածելու վեհնիքը գերուխումի վերածվեցավ հատկապես այն խմբավորներու կողմէ, որոնք համբարձում տոնամոկտագործեցին Գերուխումի բդույթի զբոսաշրջիկության կարելիությունները ստեղծելիք դեղեր չէին, հավա պետք է կենտրոնացիալ երբով Քրիստոսի ըսածներով մտահոգված նայենք եւ ինչ էր այդ քացեք 15-րդ համարը գսե Հիսուսի աշակերտներուն քացեք ոչ քացեք ձեր դուները ոչ քացեք ձեր սիրելիներուն ոչ քացեք ձեր ընտանիքներուն այրել ձեր գիներուն ու գիներ ձեր ամուսիններուն ապա գսե քացեք բոլոր աշխարհ այստեղ երկու իմաստներով օգտագործված է մեկը դիեզերական ըմբռնողության իսկ մյուսը ստեղծագործության մարդուն ստեղծագործության ըմբռնումով եւ որ գսե Հովհաննես 3:16-ի մեջ ասացի Աստված այնչափ այնպես սիրեց աշխարհը դիեզերական ըմբռնողությունը չէ օգտագործած այստեղ այսինքն երկրակունքը աշխարհը չէ որ հավասիրեց մարդկությունը եւ որ այստեղ գսե քացեք բոլոր աշխարհ հետաքրքիր երբով երկու բռնողություններ կան քացեք աշխարհին հրադադարձած բոլոր ազգերը այսինքն քացեք բոլոր մարդկությունը այցելեցեք քացեք եւ որ քացեք գսե Հիսուս իրենց պատյանեն դուրս հանելու առաջարկությունն եւ այսօր մենք ընդհանրապես երթալու կողմանի չենք հավա մնալու մենք այսօր հատկապես սուրիական հայրենիքի հյուրընկալ այս օրհնյալ հորերու վրա բնակություն հաստատող Սուրիա հայերուն գսենք մնացեք չենք գսենք քացեք բայց այստեղ մնալու եւ երթալու հարաբերականը ինքնին հարց իրականություն է Դեր Հիսուս գսե մնացեք եւ նույնադեն քացեք Ձեզի նմաններուն ու ձեզ մեր տարբերներուն այցելեցեք
ուրեմն մնալ աշխարհական իմաստով գայք հաստատելու հետ կապված իրականություն է, ու իսկ երկարը առաքելական ընկրնողություն եւ ծառայողական գործում։ Այստեղ է մայր ու մայրության բարդականության առնչությունը, որ ես այսօր պիտի զուգորդեմ Հիսուսի համբարձումի խորհրդի հետ։ Մայրը եւ մայրությունը այն մեկ առաքելություն ու բարդականությունն է ստանցնված Աստծո կողմէ, որ գիտեն երթալ մնալով մեկտեղ։ Անոնք իրենց դուներուն, իրենց ընտանիքներուն ամբողջական զոհաբերություն ընելու քնով գիտեն երթալ ուրիշ վայրեր։ Հաց բերելու, փորձ անելու, օրավատիկ ապահովելու, արժանապատվություն, քաղցրություն, սեր տալու եւ իրենց կյանք ամբողջության զոհաբերության սեղանի վրա իբրև մադաղ ներկայացնելու ի սեր եւ ողջույն իրենց զավակներուն եւ հայ քրիստոնյա մոր առաքինությունը այն է, որ անիգա իր ընտանիքը իր շուրջը հավաքած լալով մնալու քնով գիտե նաեւ երթալ։ Կացեք, աշակերտներով զարգացեք եւ աշխարհը այցելեցեք, ավետարանը քարոզեցեք, բոլոր ստեղծվածները։ Ավետարանը քարոզեցեք, ավետարանի շուրջը տարածեցեք, ավետարանի ճշմարտությունը փոխանցեցեք, ավետարանի մեջ արձարակրված զոհաբերության պատմություններն ու կյանքի կենդանի օրինակները տվեք բոլոր անոնց, ու լսելի ցանկացեք բոլոր խուլ ականջներուն, երևելի յրեք բոլոր անդես եղողներուն եւ զգալի ցանկացեք բոլոր այլացներուն, որոնք այսօր անհսկալության հրկված են։ Կացեք ձեր ներսահմաններեն դուրս եւ հայ ժողովրդի ամբողջական հարստությունը եւ կանցադունը փաստեք օդարասքի ժողովուրդներու եւ մշակույթներու։ Կացեք դերիստի այս ավետարանչական եւ առաքելական ոճը նաեւ հայ ժողովրդի համար զամոթության մարտահրավերելու մարտակոչ է, կապված մեր հայրին, կապված մեր հայ պատմության, կապված մեր հայ քրիստոնյա ավանդապաշտ ու ավանդապահ քրիստոնյական հավատքին։ Եթե երբեք մենք մեր ունեցած արժանապատվությունը, առաքինությունները, արժանինքները պիտի փորձենք պահել միայն մերոց համար, միայն մերիներուն համար, այնադեն ինչ օգուտ ունենք մեր համեմված իրականության, այնադեն մեր լույսը քրվանի դակ դրված կլա եւ ոչ աշտանագի վրա, որովհետեւ լույս տա բոլոր տանը մեջ մնալներուն, լույսը չկնա դատկել, լույսը դուրս մի հանես, վերնի բարձրացնես, որովհետեւ գանա անոր լուսաշող առաքությունը եւ լուսացագումը հասնի բոլոր խավար ու խավարանի մարդոց, թարթուցեք Պողոսարաքյանի Եփեսացիս 4-րդ գլխի մեջ եւ նայեցեք 10-րդ համարի մեջ ինչ կսե, ուստի կսեմ ու դերոջ ողջը բգայեք, որ դուք անգամ անաչ կանեք, որոնց իմացականությունը խավարած է ու օդարացած Աստծո կյանքեր։ Ահա մասիկ խավարում, խավարացածը լալ արդեն աշխարհի մեջն է, ուրեմն երբ որ Պողոս առաքյալ գտնունի առաքյալներուն եւ աշակերտներուն դրված այս առաքելական ոճը եւ Հիսուս կսեն իր 11-ին կացեք Պողոս առաքյալ այդտեղ չէ։ Պողոս առաքյալ սակայն դրծավ հասկանալ, թե ինչու համար Հիսուս ըսավ իրեն կացեք եւ ինքը ստանձնեց այդ ըսկայություն ուներ հոգեվոր կյանքի հետ կապված եւ անիկա որոշեց, որ ինքը պետք է երթալ, որովհետեւ կսե իմացականությունը խավարած է աշխարհը։ Ինչ կեշման է, երբ աշխարհին իմացականությունը կխավարի։ Աշխարհը այսօր պետություն է այնքան մեծնելու, որպեսզի հեռացնեք ձեզ մեն։ Գիտեք, եկեղեցին
ընդհանրապես եւ մարդիկ ընդհանրապես կաշխատի այն բաները, որոնք իրեն համար աննպաստ են, անմատչելի դարձնել։ Այսինքն, պատկերացրեք որևէ մեկ իրականություն, որ աննպաստ է։ Եթե աննպաստ է եւ ինձ չօգտվես, պիտի չուրախանաս։ Քեզի համար մասնավոր թրական բանը պիտի չունենա, թուն անմատչելի դարձնես այդ գերացնես քեզ։ Եվ անոր համար եկեղեցիի կյանքի մեջ բազմաթիվ իրականություններ կան, որոնք անմատչելի դարձած են մարդոց համար, որովհետև անհասանելի են։ Իսկ աշխարհը այսօր մեզի համար հասանելի դարձավ, որովհետև մենք գամրինք հատկապես մեծ քյուղաքաղաքի մեջ, որ գացեք թե հավացածով իրարու կապված է, ուրեմն մենք այսօր աշխարհայնացումի այնպիսի իրականության մեջ ենք, որ գացեք թե աշխարհը աշխարհայնացավ եւ իրարու հետ առնչվեցավ։ Համացանցի միջոցով։ Մեր երեխաները նստեցած համագարկիչներում վրա են ընդհանրապես եւ գավին աշխարհով մեկ բոլոր մարդկանց հետ։ Անոնք աշխարհը բշշակային մեկ երկարյան մեջ։ Աշխարհը երթալ հայց երբանտիվիս աշխարհի խավարացած իմաստության այն ադեն ինչ դեպս։ Եվ գահանտիվիս մարդոց ու գահանտիվիս նաև ուստրներիներուն, որոնք խավարանմտացած են և անոնց կյանքին ոգին մեջ չկա ազնվության նշույլը անգամ, անոնք այնքան նեղմտությամբ կապված ու շղթայված են իրենց մտածողության կյանքին ոգին, որ կարծեք թե նաև բարբված են բոլոր մարդկային արժանիքները, առաքինությունները, այստեղ կա պատականությունը հայ քրիստոնյա մոզ, որ պետք է նախ օժտված դա մայրական առաքինությամբ։ Եվ մայրական առաքինությամբ օժտված մայրը լուսավորված մայրն է։ Այն մայրն է, որ ավետարանի ճշմարտության ծանոթ է եւ իր լուսավորությունը գարը ավետարանեն ու իր լուսավորության հետ մեկտեղ Աստծո իրեն տված իմաստությունը կզարգացնե եւ ին այլևս չի ցաննար ազդեցության դար, հապա ինք կվերածվի ազդող իր շրջապատի մեջ։ Շատ մայրեր կան այսօր, որոնք ազդեցության կոդի մեջ են իրենց շրջապատին։ Մարդիկ այսպես կսեն, ախոտ կհավատան, մարդիկ անմգարվահայդվին, մայրերը այո կսեն, ամբողջ ժողովուրդը ընդհանրապես հագամետ է ազդեցության կոդի մեջ մնալու։ Եվ հայ լուսավորված միտք ունեցող առաքինի մայրը չի գնալ ազդեցության կոդի մեջ մնալ, հապա ինքը կոդի ընդրություն կա և ազդեցություն կպանեցնե իր շրջապատի վրա։ Որպեսզի հայ քրիստոնյա առաքինի մայրը կարենա ազդեցություն պանեցնել, սկսյալ իր զավակներեն, ինք պետք է լուսավորված լա, ինք պետք է մտածող լա, ինք պետք է խելոք լա, ինք պետք է իմաստուն լա, իր սիրը լայն պետք է լա, իր համբերությունը պետք է լա, լայնագարած, իր իմաստությունը պետք է լա, խորը և իր ունեցած ազդեցությունը պետք է ստուրա, մինչև փոխոթա և այնպես ստանա Տեր Հիսուս Քրիստոսի ներողությունը, ներողամտությունը, կապսուլությունը, աղոթքի մարմաճը, փրկագործությունը և բոլոր աստվածահաճո աստվածատուր տվյալները, որոնք խտացված կլսնենք Տեր Հիսուս Քրիստոսի խաչի վրա իր ձեռքերը ու պատուները լայն մնացած։ Հայ առաքինի քրիստոնյա լուսավորված միտք ունեցող մայրեր կփնտրվին այսօր։ Որպեսզի ազդեցության կոդի դուրս գան եւ իրենք լուսավորված եւ իմաստությամբ օժտված կարենան ազդեցություն հանեցնել իմաստությունը խավարած աշխարհի մեջ։ Իմաստությունը խավարած աշխարհով շրջապատված են այսօր մենք։ Եվ հայ քրիստոնյա մայրերը կդառնան անջարակ Երբ իրենք անկարող է դառնան, իրենց կարողություն են վեր և փորձվի։ Այսօր դողորություն է պետք հայ քրիստոնյա մայրերը։ Դողորություն այն դողորությունը, որ Տերստորի անապատի մեջ 1915 թվականին առաջ ու վերջ հայ
մայրեր ունեցան ոտնապոպի իրենց երեխաներ իրենց ուսերուն ու իրենց գրնակներուն շալակ արած 10,000 կիլոմետրներ ոտքով քալելով մինչև հասնին ապահով Աբաստան դուք գրնակներ ունեք այսօր մայրեր գրնակներ ունեք ինչ կանեք ձեր շալակը Ձերքերից պայսակներ են զարմաշր։ Ինչ է ձեր հողությունները օրվան մեջ 3 ժամ հայերներուն արջեր կենալեն անգապ նշուշ։ Ինչ է ձեր հողությունը օրվան մեջ 3-4-5 ժամ այցելություններ տալով ձեր ընկերներուն, ձեր սուչիններուն, ձեր շրջապատի։ Ուսավորված Արաքինության պոշտված հայ քրիստոնյա մայրեր ինչ է այսօր ձեր գարողականությունը և թիմադրականությունը ձեր շալակին վրա դնելու այսօր աստծեցության կոդ և թշկություն եք և աստծեցություն հանեցնելու համար պիտի սիվիկ պիտի ուսանվիկ պիտի սարքանակ պիտի մեծնակ պիտի ազգավանակ, համբերությամբ պիտի մկրտվիկ, քրիստոնյական սկզբունքներով և աստվածաշունչի ճշմարտությունով պիտի լուսավորվիկ և առաքինի մոր մտածությամբ պիտի համենվիկ և պիտի քաղցրանաք, որովհետև Տեր Հիսուս ձեզ եկեք աշխարհի մեջ որ իմաստությունը խավարած է ու եթե տունալ խավարած ես գործարեցար։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի համբերությունը մայր ու մայրություն նյութով մենք մեկտեղվենք Քրիստոսի ներկայության մեջ։ Շնորհավորելով հայ քրիստոնյա մայրերուն օրը տոնը։ Ժպտացեք մայրեր, լավ բաներ արեցեք, բայց ավելի լավ համար առաքելական կոչում